Թեղի ծառատեսակի քաղաքային պայմաններում կենսունակության տարիքը շուրջ 40-50 տարի է։ Հետևաբար այն ծառերը, որը մինչև հիմա կանգնած են Երևան քաղաքում, դրանք 70-80 տարեկան են։ Մարդը եթե 100 տարեկան է, ապրել է իր տարիքը, ինչպես ընդունված է։ Մենք ինչքան ուզում ենք նրան դեղ տանք։ Մենք չենք կարող նրան երիտասարդացնել կամ անմահացնել։ Բնության մեջ յուրաքանչյուր բան, ծառ, թուփ, մարդ, շուն, կատու, ինչ կուզեք, դրանք ունեն իրենց կյանքի տևողությունը։ Թեղիների մոտ իրենց կյանքի տևողությունը դեռևս վաղուց ավարտված է։ Ինչ վիճակում են գտնվում թեղիները։ Այդ նեմատոդային ворքերը, որոնք ամբողջ իրենց բնամասում են, քայքայելով վերացնում են կոռելացիոն կապը, արմատ, սաղարթ կոռելացիոն կապը եւ հետեւաբար սաղարթները վերանում են։ Այստեղ մենք չենք կարող ասել, որ սաղարթն են։ Դուք խնդրեմ նկարեք ձեր ճաշակով որ ծառն ուզում եք եւ կտեսնեք, որ այս հաստաբուն թեղի, որ ասում ենք, հաստաբուն ծառը եթե ծերացել է, հարգելի երևանցիներ, նա պետք է հաստաբուն լինի։ Մենք չենք ասում, որ փոխարինում ենք երիտասարդ ծառերը։ Տեսեք, այս հաստաբուն ծառերի պարագայում մենք ունենք ծաղկամանի մեծության ինչ-որ սաղարթ այս ծառերի գլխին։ Մենք չենք կարող նման բան մեզ թույլ տալ։ Նախ առաջինը, Երևանի առանց այն էլ քիչ կանաչ տարածքները զբաղեցնել այս կամ այս երկաթյասությունը, կամ այս թեղիները, դրանք լրիվ միևնույն բանն է։ Ավելին, այս թեղիներն ավելի վատ են, դա էկոլոգիական առումով։ Թեղիներն ավելի վատ են, որովհետև եթե երկաթյացությունը ոչ մի հիվանդություն չի տարածում, ապա այս չեղած ծառերը հանդիսանում են վնասատուների, այդ ժողովրդական լեզվով խոսել, այդ որդու բլոճների ձմեռման, բարգավաճման տեղեր, որոնք այնուհետև տեղափոխվում են ամբողջ քաղաքի կանաչ զանգվածի վրա։